Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրեմն մենք Հրանտ Վարդանյանի հետ մի հատ նախաձեռնություն ենք սկսել, ինչա մեզ ստիպել ու ինչ նախաձեռնություն է, որ գնանք մենք այս ճանապարհով կամ այս ուղղությամբ։ Հաշվի առնելով վերջի ժամանակները, որ ընդհանրապես Արցախի անունը արդեն վախվխորած են տալիս, կամ Արցախի հիմնախնդիրը, կամ Արցախի ժողովրդի իրավունքը, հետ վերադարձի իրավունքը, մենք որոշել ենք այս մի հատ նախաձեռնություն սկսել, ձեռնարկելու սկսել Արցախի ձայնը, տենց անվան տակ։ Ու դրա հաշվի առնելով, որ մեկ այդ ընթացքում ուրեմն խոսելու եք այն ամեն ինչից, ովքեր վախում են դրա մասին խոսելու, մենք բարձրաձայնելու ենք այն կարևոր խոսքերը, այն կարևոր ուղղությունները, ովքեր վախում են կամ փորձում են դա մոռացության տալ։ Մեր համար տարբերություն չկա, թե իշխանության կողմից է այդ մտավախությունը, մեր համար տարբերություն չկա, թե ընդդիմադիր դաշտի կողմից է, մենք վերցրել ենք այդ ձևի պատասխանատվություն, մեկ այդ ձևի համարձակություն, որովհետև լինելու են սուր քննադատություններ, որովհետև լինելու են այն հարցերի շուրջ կարևոր խոսույթը, որը հասարակության կողմից, ժողովրդի կողմից դա կարևորացնում են ու ժողովրդի ձայնը միշտ ուզում են որ լսեն։ Հիմի մի քանի ամփոփիչ միտք դրա հետ կապված, իր կարևորության հետ կապված, որ դա մենակ չի լինելու Արցախի հիմնախնդիրի հետ կապված հարցերը։ Մենք ընդհանուր ամեն ինչ շոշափելու ենք ամենօրյա այսօրվա այն վտանգների մասին, ամենօրյա այսօրվա իրավիճակում հայտնված մեր հայ ժողովրդի, մայր Հայաստանի կարգավիճակի, իրավիճակի հետ կապված։ Ու մենք վերցրել ենք տենց մի հատ ուղղություն ու որոշել ենք գնալ այդ ճանապարհով։ Այստեղ հաշվի առնելով, որ իմ քաղաքական գործունեությունն է, թե ազգային պատկանելիությունս, թե կրոնական պատկանելիությունս, ինձ ստիպում է, որ նմանատիպ ձևակերպումով հասարակության ձայնը հասցնել, հասարակության ձայնը բարձրացնել, Արցախայության այսօրվա իրավիճակում հայտնված այդ բարդ սկսած սոցիալական հարցերից, սկսած իրաց իրավունքներին, սկսած Արցախի հետ վերադարձի հետ կապված բոլոր այդ հարցերի շուրջ քննարկումները։ Մեծ ուրախությունով նորից եմ ասում, իմ գործընկերոջ հետ մենք սկսում ենք այդ նախաձեռնությունը։ Ընթացքում կերևա, ընթացքում կտեսնենք, որ նմանատիպ գործունեություն, նմանատիպ ներգրավվածություն հասարակության կողմից, որպես մենք շարքային քաղաքացի, դա շատ կարևոր հետագայում դերակատարություն կունենա։ Հաշվի առնելով, որ մենք միշտ մեծ խաբված ենք զգում, մենք միշտ մեզ ինչ որ իրավիճակում գալիս է մի հասունանում մի բան, այն ժամանակ է զգում, որ մեզ խաբել են, օգտագործել են։ Այսօր մեր կողմից այն ինչ այս գործունեության հետ կապված անելու եք ամեն ինչ, որ ոչ մեկի մոտ դա չհաջողվի։ Ով էլ փորձի, ով էլ այդ իրավիճակը օգտագործում է որպես քաղաքական սպեկուլյանտություն, ես դա այդպես եմ անվանում, ովքեր իրենց կողմից փորձեն դրա մեջ ինչ որ ինքնանպատակների հասնելա, կամ էլ ինչ որ շահերի հետապնդումա, մենք լինելու ենք հասարակության մի, որ ասում եմ, ներկայացուցիչների մի մաս, որը մենք դա խոչընդոտելու, խանգարելու, բացի դրանից դատապարտելու, քննադատելու ենք։ Այսօր այս իրավիճակը, որ եկել հասել եք ու հասունացել է այս բոլոր այս վտանգները, դա հենց խոսում է դրա մասին, որ մենք ամբողջ ժամանակ հավատալով այդ խոսույթներին, այդ խոստումներին, այդ գեղեցիկ ներկայացրած գրագետ ոնց որ իրանք ներկայացնում են, գրագետ ձևակերպումով ամեն ինչից տուժում է ժողովուրդը, առաջերտին հայ ժողովուրդը, ամեն ինչից տուժում է հայրենիքը, ամեն ինչից տուժվում է ընդհանրապես մեր պատմությունը։ Ու վերջում եկել տեսենք ինչ իրավիճակում է, որ մեզանից փորձում են մեր հիշողությունն էլ, որ ասում է հեռացնեն կամ ոտնահարեն, մեր հերոսների անցած ճանապարհը, մեր հերոսների առած գործը, որ այս մինչև օրս մենք ինչ ունեցել ենք, ինչի հիման վրա մենք առաջնորդվել ենք, փորձում են դա ոչնչացնել, մոռացության տալ։ Ու ես ձեզ ասեմ, ձեր մոտ ոչ մեկի մոտ դա չի ստացվելու։ Բացի դրանից, շատ մի հատ կարևոր էլ հանգամանք կապված ատելության ու այդ պարակտման հետ կապված։ Մենք դրա դեմ ենք աշխատելու։ Մենք ամեն ինչ անելու որ դա արմատախիլ անվի։ Ու նորից եմ ասում, այսօրվա այս մեր
այս նմանատիպ ձևակերպումով մոտենալ է ստիպել է մեզ այս իրավիճակը, որ մենք արդեն գնանք այդ քայլերին, համերաշխություն քարոզենք, ատելությունը չթողենք, որ զարգանա, եթե դուք իրոք ձեր ամեն մեկը, ամեն մի ներկայացուցիչ, եթե իրանց կողմից ձգտում կա դրական խոսքի հայանապաստ գործունեությունը, ուրեմն իրանց մոտ չպիտի ատելության հասկացողության իմաստը ընդհանրապես լինի։ Այո։ Իրանց մոտ չպիտի լինի պարակտման մտը, որովհետև ազգային համախմբվածության հիման վրա ենք ունեցել բոլոր մեր հաղթանակները։ Ազգային համախմբվածության հիման վրա ենք մենք գոյատևել հազարամյա տարիներ։ Ունեցել եք պատմության տարբեր ժամանակահատվածներում թե դավաճաններ, թե նիգազիաներ, թե սրիկաներ, բայց մեր հասարակությունը ժամանակի ընթացքում այնքան է բան արել այդ իրավիճակը իրական գիտակցել, հասկացել, որ չի թողել, չի թույլատրել, որ ազգին տանեն կործանման, որ ազգին բերեն հասցնեն այս ձևի իրավիճակում, որ մենք գոյատևության պայքար մղենք։ Սա մեր արժեքները չի, սա մեր ազգային, մեր պատմական սկզբունքները չի։ Այսօր ինչ կատարվում է մեր հետ, ընդհանրապես մեր հայ ազգի հետ, ընդհանրապես ոչ մի ձևի չի համընկնում։ Այո։ Դրա համար բոլոր մեր ձգտումները, բոլոր մեր աշխատանքները լինելու է այդ ուղղության վրա։ Մնացած բաներն էլ, որ ասում եմ, քիչ խոսեմ, այս ներկայացնում եմ ընդհանրապես այս process-ի, այս գործունեության, այս նախաձեռնության մասին, մնացած են ինչ կա չկա գործի ընթացքում է, process-ների ընթացքում է, մենք մեր դերակատարությունով է, մենք մեր էությունով է, մեր ազգային պատկանելիությունով է, մաքսիմալ ինչ հնարավորություն կա մի օգուտ տալ մեր ազգին, մի օգուտ տալ մեր հանրությանը, մենք ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ դնելու ենք, որ ասում եմ, սեղանի վրա, որ դա արդարացել լինի։ Արժանապատվության հարցը առաջնային հարցն է։ Եթե մենք կարողանանք արժանապատվությունը վերականգնենք, արդարությունը վերականգնենք, հենց դա լինելու է միասնական այդ համախմբվածության սկիզբը, դրվածքը, աղբյուրը։ Այդքանը այդ մեր նախաձեռնության հետ կապված։ Նորից եմ ասում, մեր նախաձեռնությունը Արցախի ձայն անվան տակ է, ինչի համար Արցախի, որովհետև Արցախ են կորցրել, Արցախ են դավաճանել, Արցախ են վաճառել, մենք միշտ հիշեցնելով, միշտ օրակարգում պահելով, միշտ Արցախի մասին խոսելով, մենք կունենանք բոլոր հարցերի լուծումների պատասխանը ընթացքային այս process-ների ժամանակի ընթացքում քննարկելով կամ նախաձեռնելով կամ ինչ որ գործողություններ իրականացնելով հիման վրա։ Հրանտ ջան, ես գիտեմ թե մենք դրա մասին քո հետ խոսացել, քննարկել ենք, որոշումը կայացրել ենք, որ իրոք այսօր այդ կարևորություն անհրաժեշտությունը կա։ Շնորհակալություն, որ դու էլ արձագանքել ես միասին միատեղ այդ process-ը մենք սկսենք, ու ես ասեմ, բոլորին էլ վստահեցնում եմ, որ ամեն մի գործ, ամեն մի հարց, եթե դու անկեղծ ես մոտիկան, նվիրված ես մոտիկանում, ինքը միշտ արդարացնում է, ինքը միշտ դա, որ ասում է, երևում է իրական process-ի մեջ, իրական գործողության մեջ։ Եվ հետո մի բան էլ ավելացնել, որ մեր ժողովուրդը միշտ վստահել է երկրի ղեկավարներին այս տարիների ընթացքում, այս 30-35 տարիների ընթացքում, եւ միշտ ժողովրդի հույսերը չեն իրականացրել, միշտ ժողովուրդը վստահելով մնացել է կողմնակից, որ այս հարցերը հուշ կարևոր հարցերը մեր ազգին, մեր ժողովրդին վերաբերվող իրենք տարել են եւ մսխել են։ Այս հաղորդումը նաեւ այն բանի մասին է, որ մենք կարողանանք ժողովրդի ձայնը հավաքենք եւ ժողովրդին մասնակից եւ պարտադրող սարքենք ղեկավարների կառավարության նկատմամբ, որպեսզի կարողանանք ժամանակի ընթացքում ֆոկուսացնել մեր բոլոր խնդիրները մեր ազգային հարցերի լուծման շուրջ, այսինքն ուղիղ ասած ճնշում գործադրենք, ճնշում արդեն ժամանակն է, անգամ անցել է այդ ժամանակը, մի բան է, արդեն ժամանակն է, որ ժողովուրդը համախմբվի նաև եւ ժողովուրդը ինքը ճնշում գործադրի կառավարողների ճնշում գործադրելի խոսքի իմաստը կարամ փոխեմ որպես պահանջատեր, որովհետեւ այն ներկայացուցիչները, ովքեր ժողովրդի անունից խոսում են, ովքեր խոսում են երկրի զարգացման մասին, ովքեր ներկայացնում են երկրի հայանպաստ խոսքի կարևորության մասին,
իրենք համար մեկ պատասխանատու են, եթե վերցրել են այդ պատասխանատվությունը, ուրեմն իրենք պիտի ծառայեն ժողովրդին։ Մենք էլ որպես հասարակության մի մաս փորձելու ենք ժողովրդի հետ միասին այն մարդիկ, ովքեր կարձագանք են մեր նախաձեռնությանը, ովքեր մեր հետ համամիտ կլինեն, ովքեր մեր հետ միասնական մի հատ հարթակ կձևակերպենք, մեր ուժերի հիման վրա ամեն ձևի հարցեր տալով, ամեն ձևի իրանց պարտադրելով, ամեն ձևի արձագանքելով այդ մարդկանց թե ստիպողական կարգավիճակում կլինի, թե պահանջատերի կարգավիճակ կլինում, որ իրենք իրական ծառային ժողովրդին, ոչ թե ամեն մեկի հասկացողության տակ, որ պաշտոնը նայա որ խոսքի դրանով բարելավի իր կյանքը, կամ էլ պաշտոնը նայա որ իրենք ինչ որ իրենց շահերը մենակ որ ասում եմ առաջնային հետապնդեն, հա, ու մենք այսօրվա իրավիճակը հենց խնդիրը դրա մեջ է, որ միշտ մշտական ամենտեղ այն որ ասում են բաստողումների մասին են խոսում, հենց բաստողումները դրա մասին է։ Այն բաստողումներն է, որ եթե ժողովրդի անունից այն մարդիկ, որ խոսում են, կամ էլ ժողովրդին ներկայացնում են որպես ներկայացուցիչներ պատասխանատու, թե պաշտոնյա է ներկայացնում, թե ծառայեն ժողովրդին։ Մենք էլ որպես ժողովրդի մի մաս, մենք լինենք պահանջատեր։ Ու սա լինելու այնքան բաց ու ես ասեմ ժողովուրդ ջան, հաշվի առնելով այն հասարակության այն մասը, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր ինձ տեսել են բոլոր այդ պայքարների մեջ, նորից եմ ասում, մենք առանձնապես ես այս իրավիճակում ստիպված եմ գնալ այս քայլին, ինչի համար ես շփվելով տարբեր տեղեր մասնակցելով, տարբեր այդ պայքարների, տարբեր գործընթացների ընթացքում ես եկել եմ մի հատ համոզմունքի, որ այս ձևի պարագայում ես ավելի ճիշտ ու ավելի լավ, ավելի ազատ, ավելի որ ասում եմ գործնական կարամ օգուտ լինել իմ հանրությանը, իմ ազգին, առանձնապես իմ առաջ, ես որպես հայ լինելով, նույնն էլ պարոն Վարդանյանը նույն այդ ձևակերպումով, դրա համար ես գիտեմ, թե սա մեր մտածած դες էլ մենք էլ սրանով կարանք, եթե ինչ որ օգտակար լինենք, սրանով օգտակար լինենք, ու բացի դրանից էլ մեր հնարավորությունն էլ սա է, այսքանն է։ Մենք չունենք մեծ ինչ որ ռեսուրսների հնարավորություն, մենք չունենք ինչ որ բաների, որ ասում է տարբեր օղակների, ինչ որ բաների աջակցության հնարավորություններ։ Ես գիտեմ, թե սա հասարակության ժողովրդի համար ավելի հասանելի է լինելու, ավելի բան լինելու, որովհետև մենք խոսելու ենք ազատ, խոսելու ենք բաց, ու ես նորից եմ ասում, որտեղ պետք լինի դատապարտելու ենք այն ներկայացուցիչներին, որտեղ պետք լինի քննադատելու ենք, նորից եմ ասում, ձեր ձայնը մեր ձայնն է, ձայն հասկացողություն իմաստը, որ մենք բարձրացնելու ենք այն հարցերը, մենք կարևորացնելու ենք այն հարցերը, որ առաջի հերթին հասարակության ժողովրդի երկրի խոսքի այդ սկսած անվտանգության մնացած որ ասում եմ բաղադրիչների պարագաներում այն ինչ կարևոր է դրա համար մշտական շաբաթը 2 անգամ 3 անգամ կապ չունի թե պետք է լինի ամենօրյա ռեժիմով միշտ անդրադառնալու ենք միշտ խոսելու ենք միշտ քննարկելու ենք այդ հարցերի շուրջ ես անձամբ հոգնել եմ բոլոր այդ բաների այդ խաղերից ես դա անվանում եմ խաղեր որովհետև այդ գործընթացների մշտական լինելով միշտ բաներում ես տեսել եմ որ դա միշտ ժողովրդին օգտագործում են ժողովրդին թե զոհաբերում են ու բայց արդյունքներ չարձանագրելով ես տեսնում եմ որ ժողովրդի այդ մարդիկ այդ ներկայացուցիչները ովքեր տես նմանատիպ խաղեր են տանում ուրեմն իրենց մոտ հաջողում է մենակ այն պարագայում, որ դրան մենք չենք անդրադառնում, դրան մենք չենք քննադատում, դրան մենք չենք խոչընդոտում, խանգարում կամ հետևողական։ Դրա համար կարևոր է ստեղ մեր դերակատարությունը, հասարակության մասին եմ ասում, այլ ոչ թե մասնակցությունը։ Մասնակցություն հասկացողությունը դա միշտ այսպես նմանատիպ արդյունքներ ենք հետո ենք հասկանում, ինչ եղավ, խի եղավ կամ զգում եք մեկ խափված կամ։ Եվ միշտ ուշ է, եւ միշտ կամ էլ ուշ է ինչ որ բաներում։ Ոչ ժողովուրդ կա չասած այս ձևի փորձում ենք որ ասում մաքսիմալ ներկայացնեք այս նախաձեռնության գործողության խորքային բովանդակային իմաստը, բայց ես ձեզ ասեմ շատ հետաքրքիր է լինելու, շատ կարևոր է լինելու ու բոլորի համար դա ունենալու է ու կա այդ անհրաժեշտությունը ես ու պարոն Վարդանյանն էլ են մարդկանցից ենք, որ մենք ամենասուր հարցերին ենք անդրադառնալու, ամենասուր քննադատություններին ենք անդրադառնալու ու ընթացքում էլ որ ասում է արդեն ի գործ որ քիչ խոսանք այդ բանով մենք ամբողջովին
որ ասում եմ գործնական process-ին եք բանանելու, այսքանը որ ասում եմ սրանով էլ գիտեմ թե սահմանափակ են, որովհետև հերթական արդեն մեր շարունակական գործը ունենալու է արդեն հարցերի բարձրաձայնում, քննարկումներ, ընթացքում տարբեր մարդկանց ենք հրավիրելու քննարկումներին ու մեծամասնությունը ձգտելու է որ հասարակ ժողովրդի խոսքի հարցերի բարձրաձայնում ու բանանելու։ Սիրելի արցախցիներ, նորից եմ ասում, անդրադառնալով այդ բանի հետ կապված ոչ մի պարագայում Արցախի հարցը չի փակվելու ու չենք թողնելու որ փակվի։ Մեր իրավունքները մեզանից ոչ մեկը չի կարելու խլի ու այդ իրավունքի անվան տակել մենք հետագայում մենք հետ վերադարձը հայկական Արցախ իրականություն է դառնալու բոլորը դել հավաստիացնում են։ Եվ այստեղ մի հատ շատ կարևոր փոքր կարճ միտք մենք ցանկանում ենք որ այս հաղորդումով մեր միասնությունով այս ժողովրդին դարձնենք ինստիտուցիոնալ, որովհետև ժողովուրդը եթե ինստիտուցիոնալ չի, ուղեղային կենտրոններ, վերլուծական կենտրոններ նրանք չունեն, մենք միշտ առնչվելու ենք, բախվելու ենք այս խնդիրներին, այսինքն ժողովրդին սարքենք խնդիրների հետևից գնացող, ինստիտուցիոնալ տանենք սարքենք, ուղեղային կենտրոն սարքենք բոլոր հարցերի նկատմամբ, կա Արցախի խնդիրն է, առողջապահության սա հարցերը մեր հարթակում բարձրանալու են հարցերը ու մենք փորձելու ենք ժողովրդին մեր հետ միասին եւ մենք ժողովրդի հետ միասին դառնանք ինստիտուցիոնալ համախումբ, ինստիտուցիոնալ ժողովուրդ, ունենալով ուղեղային վերլուծական կենտրոններ, որպեսզի բարձրացած հարցերին շտապ եւ արագ պատասխաններ համաձայն եմ տանք։ Իգործ որ ասում խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, ուղղել ձեր հարցերը այսքանը քննարկումներ, առաջարկներ, հարցեր, բոլորը ընթացքային process-ի մեջ միշտ ընդունվելու է, ամեն հարցերը անդրադառնալու, բացի ձեր հարցերի պատասխաններին, մենք ամեն անգամ էլ ունենալու ենք այն հարցերը օրակարգում, որը այսօրվա պարագայում շատ մեծ կարևորություն ունի ու շատ մեծ որ ասում եմ բաներ է պահանջում դրան անդրադառնալու, դրա հարցերի որ ասում եմ ճիշտ ձևակերպումը։ Մեր նորից եմ ասում, մենք խնդրում ենք որ ոչ մեկը չընդունի ինչ որ հորինած բաներ է, մենք որպես հասարակության մի մաս մենք որոշել ենք մեր դերակատարությունը մեր երկրի հետ կապված, մեր խնդիրների հետ կապված մասնակից լինենք ու այդ դերակատարությունը որ մեր օգուտը ինչ որ օգուտ եթե հասարակության մեջ, հանրության մեջ, պետության կամ էլ ինչ որ պարագաներում օգտակար լինելու համար, ուրիշ այստեղ որ ասում ավելացնելու բան չկա։ Հաջողություն ձեզ հարգելի հետևորդներ, իմ ժողովուրդ, հուսով եմ որ կմիանաք մեր կոչին։